Պատուհանները բացում ենք ամբողջ օյովին փոշի ենք շնչում, շատ վատ է, հատկապես մեր շրջան։ Եթե ձեր պատուհանագորքին ամեն օր ավազ է լցված կամ փոշի, դեռ չի նշանակում, որ Երևանում օդն աղտոտված է, ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, մայրաքաղաքում օդի որակը գերազանց է։ Կարևոր է հասկանալ, որ թե ինչ է նշանակում օդի որակի խնդիր։ Օդի որակի խնդիր նշանակում է ոչ թե որ կնեք ամեն օր բալկոնում կամ պատուհանագորքին փոշի հավաքվեց, այլ դա նշանակում է շատ կոնկրետ բան։ PM2.5 հատիկը միավոր ծավալի մեջ օդի քանի միլիգրամա կազմում։ Քաղաքապետը պնդում է, մեզ թվում է, որ օդի որակի խնդիր կա, բայց մայրաքաղաքում օդը շարունակում է խեղդել մարդկանց։ Քաղաքապետը պնդում է, որ Երևանում օդի աղտոտվածության խնդիր չկա, դուք համաձայն եք, Երևանում օդը մաքուր է։ Ոչ։ Ինչով եք պայմանավորվում, ինչպես է դա նկատվում։ Երևի ավտոմեքենաները շատացել են։ Եվ հետո մարդիկ հոգատար չեն վերաբերվում իրանց քաղաքի նկատմամբ։ Նայած տարվա սեզոնին ամռանը խտված է, աշնանը ոչ։ Դու բարձր չէ, եղանակից կախված։ Ոչ։ Աղտոտված է։ 100%-ով։ Ինչից եք հասկանում։ Որտեղ սա շինարարություն է այդում, այդ է լրիվ։ Ինչ մաքուր օդի մասին է խոսքը, չէ, իհարկե աղտոտված է։ Դենց էլ չի երևում, որ ստե պարզություն չկա։ Եթե ծառերը այսպեսին են, այս ոնց որ Հիրոսիմայի բանում ենք, այս ծառերը ինչ վիճակում են, նայում ենք, այդ երեխեքն են տեսնում, բոլորն են տեսնում, ցավ եմ ապրում։ Եթե ծառերը չեն գնահատում, իհարկե օդը այդպես ալնելու։ Շատ կեղտոտ է։ Շատ աղտոտված։ Փոշուց, շինարարությունից, չմաքրելուց փողոցները ամեն ինչից որ սենց վերցնում եք։ Ընդհանրապես երկրում անտերությունը դրանից։ Փաստերը հերքում են Ավինյանի հայտարարությունները, անկանոն ու անվերահսկելի շինարարությունները, աղբանոցները, որոնք հաճախ են այրվում, մեքենայի արտանետած ծուխն ու ծառահատումները օդի աղտոտվածության հիմնական աղբյուրներն են։ Մենք իրոք մեր երեխաների ապագան այսօր ոչնչացնում ենք։ Այն ավազի հանքերը, որ այսօր Երևանի հյուսիսում բան են անում, այդ ավազի փոշին ամեն օր մենք շնչում ենք Երևանում, մեր երեխաները շնչում են։ Եվ դա 5-10 տարի հետո բոլորիս առողջության վրա ազդում է եւ հատկապես մեր երեխաները մենք ջան դա մեր երեխեքի առողջության մասն է պետք մտածել։ Ըստ Երևանի ղեկավարի օդն աղտոտված է լինում հիմնականում ձմռանը։ Օդի որակը վերահսկելու նպատակով քաղաքապետարանը շինարարություն իրականացնող ընկերություններին ստիպել է շինհրապարակներում ունենալ առնվազն 2 սարք, որոնք ցույց կտան այդ պահին այդ տարածքում օդի աղտոտվածության մակարդակը։ Բոլոր սարքերի այս պահի միջինացված ցուցանիշը PM2.5 AQI-ը 41.2 է։ Հեսա գունաբաժանումը այստեղ ներքևն է, որպեսզի տեսնեք։ Ինքը գերազանց օդի որակի գերազանց հատվածում է գտնվում։ Քաղաքապետարանը խոսում է օդի աղտոտվածության ցուցանիշների նվազման մասին, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ օդի որակը դեռ լրջագույն խնդիր է։ Իսկ ձմռան ամիսներին նույնիսկ քաղաքապետարանն ունի մտահոգություններ, ըստ Ավինյանի 4-ամյա ծրագիր են մշակել հարցի կարգավորման նպատակով։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Մհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։